Բարև ձեզ արգելի բարեկամներ, առողջություն եմ ցանկանում, խնդրում եմ գրանցվեք, հավանեք, տարածեք։ Այսօր խոսենք մաշկի սնկային հիվանդության մասին։ Մաշկի սնկային հիվանդությունները դա մարդու եւ կենդանիների մաշկի վրա ապրող սնկերի բազմացման հետևանքով է առաջանում։ Ամենից առաջ ախտահարվում են եղունգները եւ ոտնաթաթերի մաշկը։ Կան սնկի որոշ տեսակներ, որոնք թափանցում են մաշկի ավելի խորանից շերտերը, ընդཐུպ կարող են հասնել մինչև ներքին օրգանները։ Մաշկային հիվանդությունները հիմնականում առաջանում են թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ, այսինքն որ դիմադրողականությունը ընկած է եւ երկարատև հակաբիոտիկներ օգտագործելու հետևանքով։ Իհարկե մեր բոլորի մաշկի վրա կան սնկեր, որոնք մենք պարազիտ են եւ մենք հանդիսանում ենք նրանց տերերը, այսպես կոչված, բուծում ենք մենք այդ սնկերին, բայց նրանք մեզ չեն վնասում։ Իսկ որ այդպիսի հարմար պայմաններ են լինում նպաստավոր, ապա սնկերը սկսում են բազմանալ եւ առաջացնում են ախտաբանական երևույթներ, առաջանում է քոր, մաշկի տարբեր երևույթներ մաշկի վրա, առաջական խմորասնկեր, որոնք նաեւ նրանցից գալիս է շատ տհաճ, դրանք լինում են ծալքերի շրջանում, կանանց կրծքատակերում, աճուկային շրջաններում, հետանցքի շրջաններում բազմանում են եւ տհաճ հիվանդություն է, այսպես ասած։ Լավ, ինչ որ է, հիմա խոսենք, թե ինչպես կարելի է պայքարել այդ հիվանդությունների դեմ։ Ժողովրդական բժշկության մեթոդներից լավագույն միջոցներից մեկը հանդիսանում է ոսկե բեղիկը, զալատոյ ուս։ Մենք դրա մասին խոսել ենք, իհարկե դուք անտարբեր եք եղել այդ բույսի նկատմամբ, սակայն նա ունի հրաշալի բուժական հատկություններ։ Երբ որ դուք մի քիչ հետ գնաք, թերթեք, ապա կգտնեք ոսկե բեղիկը եւ կկարդաք նրա մասին։ Այս պարագայում ինչ եք անում։ Վերցնում եք ոսկե բեղիկի բեղիկները, այդ հոդերը, որոնք երկարում եւ այսպես կախվում են, տերևները կտրատում եք, լցնում եք արտոնապատ, այսինքն էմալապատ ամանի մեջ, վրան լցնում եք տաք ջուր, մինչև ծածկի եւ տաքացնում եք մինչև հասցնելով եռման ջերմաստիճանի։ Այնուհետև փաթաթած թրմում եք 7 ժամ, քամում եւ օգտագործում եք մեկ աղանդերի գդալ, աղանդերի գդալը թեյի գդալից մի քիչ մեծ է։ Մեկ աղանդերի գդալ օրը 3-4 անգամ ուտելուց 1 ժամ առաջ։ Այնուհետև այս եփուկով կարող եք թռչոցներ դնել մաշկի ախտահարված շրջանների վրա։ Հարգելի բարեկամներ, հատկապես էպիդերմոֆիտիայի ժամանակ, երբ որ ախտահարվում են եղունգները եւ ախտահարում է ոտքերի մաշկը, հատկապես մատերի արանքները, ապա լվանալուց հետո, երեկոյան լվանալուց հետո, քնելուց առաջ, դուք այս ոսկե բեղիկի եփուկով դնում եք 10-15 րոպեով թռչոց, այսպես փաթաթում եք, դնում եք թռչոցներ, ոչ թե մեկ անգամ, բնականաբար, շարունակող եւ կստանաք լավ արդյունք։ Լավ արդյունք է տալիս նաեւ ոսկե բեղիկի եւ նարգիզը կալենդուլանը, յուղերը, որտեղից ճարեք ինչպես ստանաք, ես ձեզ կասեմ։ Վերցնում եք այդ հոդերը ոսկե բեղիկի, այդ բեղիկները կտրատում եք, լցնում եք դարձյալ մի էմալապատ ամանի մեջ, վրան լցնում եք ձիթապտղի յուղ մինչև ծածկվի եւ դնում եք ջեռոցում 40 աստիճանի տակ, թրմում եք
8 ժամ հետո քամում եք եւ ստանում եք ոսկեբեղիկի յուղը, որը կարող եք քսել այդ ախտահարված շրջաններում։ Նույնը կատարում եք նաեւ նարգիզի կալենդուլայի նկատմամբ, այդպես կարող եք պատրաստել նաեւ նրա յուղը։ Լավ արդյունք է տալիս ծիծեռնախոտը, չիստաճել կամ կանթեղախոտ հայերեն, վերցնում եք կանաչ վիճակում, այլ հիմա դրա իսկական ժամանակն է, շուտով կծաղկի, վերցնում եք, տրորում եք, խառնում եք կովի կարագի հետ կամ թեկուզ վազելինի հետ, կարող եք խառնել լավ եւ քսում եք մաշկի ախտահարված շրջանների վրա, պահում եք 2-3 ժամ, օրը 1-2 անգամ կարող եք կատարել եւ կձերբազատվեք սնկային հիվանդություններից։ Այդ թռչունները, որ ես ասեցի ոսկեբեղիկի, կարող եք դնել նաեւ այդ կրծքագեղձերի տակ, խմորասնկերի վրա եւ այլը, եւ այդ սնկերը սկսեն վերանալ։ Հարգելի բարեկամներ, առողջություն ձեզ, հեռու մնացեք սնկերից, եթե կունենաք հարցեր կարող եք գրել կամ զանգահարել, թեմային վերաբերող գրել ձեր կոմենտները, ձեր կարծիքները, իսկ եթե ոչ, ապա բուժման եւ տեղեկատվության համար դիմում եք Պուշկինի 38 ցույց տամ ձեզ ինչ որ ես ասեցի գրված է իմ գրքերում, որոնք ցույց ենք տվել բազմաթիվ անգամ, ալկամա գիրքը, բժշկարան գիրքը եւ այս մեր դասագիրքը, որը կոչվում է Լեչեբնիկ եւ ընդունված է առողջապահության նախարարության կողմից որպես դասագիր բարձրագույն ուսումնական հաստատությունների համար, սրանց մասին կխոսենք մյուս հաղորդման ժամանակ, հիմա ես ձեզ ցույց տամ իմ քսուկները, ոգևորված եմ, որովհետև հենց այսօր Գերմանիայից զանգեցին նմուշներ էին տարել փորձարկման համար եւ շատ դրվատանքի խոսքեր, կարծիքներ եւ այլը փորձարկել են, օգտագործել են 3 քսուկներ անգնահատելի է որպես բնական քսուկներ, կոչվում է այս մեկը կարին է, որը մեր վերջի պատրաստված քսուկն է, ունի այսպիսի թույլ դեղնավուն տեսք, նորից եմ կրկնում, քսուկները բացարձակապես քիմիական տարրեր չեն պարունակում, ստուգված է գոսստանդարտի կողմից եւ ունենք սերտիֆիկատներ, խնդրեմ սա ունի այսպիսի գույն, որը կոչվում է Մարիա, եւ մյուս քսուկը Անահիտ, մեր հռչակավոր քսուկը այստեղ եւ ամենուր Եվրոպայում, Ամերիկայում եւ այլը, եւ ոգևորվեցի, որովհետեւ ասացին, որ մենք դες հետ պայմանագիր կկնքենք այս քսուկները ներմուծելու համար։ Քսուկները ինչի համար, մաշկային հիվանդությունների համար են, այս կարինե քսուկը շատ դյուրին ներծծվող են, ձեռքի մեջ երբ որ վերցնում եք, արդեն մի քիչ հետո ինքը այլևս չկա, ներծծվում է, մաշկին տալիս է փայլ, էլաստիկություն, խոնավություն, վերացնում է պիգմենտները, վերացնում է մաշկային այդ բծերը, հարթում է մանր կնճիռները, վերականգնում է մաշկի նախկին տեսքը, իր բնական տեսքը, ունի նաև ցավազրկող հատկություն, օգտագործվում է հոդային, իմականային հիվանդությունների ժամանակ, այժմ ընթացքում ունենք բազմաթիվ հիվանդներ, որոնք հրաշքներ են պատմում քսուկի հատկությունների մասին։ Մյուսը դա Մարիա եւ Անահիտ քսուկներն են, Մարիան մեր աստվածամոր անունով է, Անահիտը մեր Անահիտ դիցուհու անունով ենք դրել, մաշկային քսուկներ են, հրաշալի բնական միջոցներով ունեն ցավազրկող պիգմենտային բծերը, կելոիդ սպիները հարթող, Անահիտ քսուկը
հրաշալի ազդեցություն ունի նաև հերպեսի ժամանակ հերպեսից առաջացած վերքերի եւ նյարդային շրջանների ցավերը վերացնելու համար որպես կոսմետիկ սուկներ տալիս են փայլ, տեսք, սնուցում են մաշկը եւ կանայք լինում են գերազանց վիճակում։ Դե բարեկամներ, ձեզ առողջություն եմ ցանկանում, մի նեղացեք, որ երկերը ցույց եմ տալիս, մյուս անգամ ցտեսություն, միշտ նոր հանդիպում։